Ռուս-ուկրաինական ճակատում մարտական գործողությունները շարունակվում են մի քանի հիմնական ուղղություններով, հատկապես Ուկրաինայի արևելքում։ Մի շարք շրջաններում մարտերը դիրքային են, առանց էական տարածքային փոփոխությունների։ Կողմերը շարունակում են ակտիվորեն կիրառել հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր։ Ծանր վիճակում է Ուկրաինայի էներգետիկ համակարգը։ Պարբերաբար առանց էլեկտրաէներգիայի ու ջերուցման են մնում տասնյակ քաղաքներ ու գյուղեր։ Մոտ 2 ամիս է Ուկրաինան չունի էներգետիկայի նախարար։ Սվետլանա Հրինչուկի հրաժարականից հետո ոլորտը կառավարում է ժամանակավոր պաշտոնակատարը։ Փորձագետների գնահատմամբ առանցքային պատասխանատուի բացակայությունը դանդաղեցնում է էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնումը։ Ուկրաինայի նախագահը պաշտպանության նախարար Դենիս Շմիհալին է առաջարկել ղեկավարել նաև այս ոլորտը։ Ըստ վերլուծաբանների, կադրերի պակաս ունի Կիևը, քչերն են համաձայնում պատասխանատվություն ստանձնել համատարած քաոսում։ Զելենսկին ակտիվ փոխատեղումներ է սկսել անվտանգության համակարգում։ Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը հրաժարական է տվել։ 42-ամյա Մալյուկը Ուկրաինայի անվտանգության ծառայությունը ղեկավարում է 2023 թվականից։ Լրատվամիջոցների համաձայն այս ընթացքում Մալյուկն է գլխավորել մի քանի հատուկ գործողություններ, այդ թվում աղմկահարույց սպանություններ, նաև Ռուսաստանի տարածքում։ Զելենսկին Մալյուկին հատուկ շնորհակալություն է հայտնել եւ հայտարարել, որ Ուկրաինան նման գործողությունների կարիք դեռ շատ ունի։ Այսօր նախատեսված է մոտ 30 երկրների առաջնորդների եւ գործընկերների հանդիպումը Փարիզում։ Կամավորների կոալիցիայի օրակարգում Ուկրաինայի անվտանգային երաշխիքները խաղաղության հնարավոր ուղիներն ու պատերազմի պայմաններում շարունակական աջակցությունը կլինեն։ Ուկրաինայի շուրջ միասնական դիրքորոշում եւ երկարաժամկետ անվտանգություն թղթի վրա ստանալու հույսով արդեն Փարիզ է ժամանել Վլադիմիր Զելենսկին։ Երեկոյան նախատեսվում է Ուկրաինայի, Ֆրանսիայի նախագահների, Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի համատեղ մամուլի ասուլիսը։ Առաջին անգամ կոալիցիայի գագաթնաժողովին ներկա կլինեն նաեւ Թրամփի դեսպանորդները Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները։ Ծովինար Բարխուդարյան, Աննի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենակարևորը, ամենահրատապն ու հետաքրքիրը։